Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անցավ 5 տարի։ 5000 լուսավոր հայորդի անմահացավ, որպեսզի մենք կարողանանք հայ մնալ, անկախ հայրենիք ունենալ եւ այդ հայրենիքում ապրել, հային արժանավայել ձևով։ Չեմ կարող ասել այսօր տղաները երկնային թագավորությունից մեր ապրած կյանքին ինչ գնահատական են տալիս, բայց ես ուզում եմ ասել, տղերք կներեք մեզ, եթե կարող եք, հավերժ փառք ձեզ։ Մեր տաղավարում է Արցախի հերոս Գևորգ Ջավախյանի մայրը Նարինե Ալեքսանյանը եւ կրտսեր Գևորգ Ջավախյանը։ Բարի երեկո սիրելի Նարինե ջան։ Շատ շնորհակալ եմ, որ ուժ եւ ցանկություն գտաք, որ այսօր մեր տաղավարում եք։ Դուք շատ սպասված եք, ես շատ էի ուզում ձեզ հետ զրուցել։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Նարինե, գիտեք, անկեղծ պիտի լինեմ, ես պատերազմի օրերին եւ պատերազմից հետո, երբ որ ամեն անգամ լսում էի մեր տղաների հերթական սխրանքի մասին, ինձ շատ եմ որպես կին եւ մայր հարց տվել. ինչ մայրեր են ծնել այս տղերքին, ինչ դաստիարակություն են տվել, ինչ հայրենասիրություն են սերմանել եւ ինչ արժեքներ են կարողացել դաստիարակել։ Դրանից հետո եւ սկսեցի շփվել մեր հերոսների մայրիկների հետ, ես հասկացա արդեն, թե նրանք ինչ մայրեր են եւ այսօր ձեր ապրած կյանքով դուք նորից ապացուցում եք, որ ձեր տղաների նման դուք եք իզորու սխրանքներ գործել, սիրելի Նարինե, եւ այս փոքր հրաշքը այսօր մեր տաղավարում նստած դրա վառ ապացույցն է եւ ես անկեղծ ասած ձեր պատմությունը եւ մեր այսօրվա զրույցը ուզում եմ անվանել կյանք կյանքից հետո, թե ինչպես այն լուսավոր Գևորգին կորցնելուց հետո Նարինե Ալեքսանյանը իր մեջ այնքան ուժ գտավ, որ նորից մայրացավ, նորից կյանք տվեց, նորից հայրենիքին եւ հայոց երկրին արու զավակ պարգևեց։ Այս պատմությունը իսկապես կյանքից հետո է եւ սրան ունակ են իսկապես միայն սխրանքի գնացող տղաների մամաները։ Ինձ համար արդեն այդ հարցի պատասխանը պարզ է, թե այդ տղաները ինչպիսին են։ Ես հիմա պիտի մի փոքր Գևորգի մասին ընթերցեմ, որ մեր հեռուստադիտողին ներկայացնեմ։ Գևորգ Գրիգորի Ջավախյան ծնվել է 2001 թվականի մայիսի 3-ին, անմահացել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Գևորգ Ջավախյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով, զինվոր հայրենյաց մեդալով, մարտական հերթապահություն սպայական մեդալով, ստացել է տանկային կրծքանշան եւ պարգևատրվել Քաջարի մարտիկ բանակի գերազանցիկ մեդալներով։ Սա երիտասարդի հետմահու ձեռքբերումներն են, բայց մենք այսօր նաև պետք է անպայման խոսենք, թե ինքը ինչքան լուսավոր տղա էր եւ անունն էլ մնաց ոսկե գե, այո։ Նարինե ջան, ինչպիսի տղա էր Գևորգը։ Այս տարիքում լույս էր։ Գևը ինձ նենց բաներից է փրկե իր ծնունդով։ Ես Գևորգին մնացել էր 1 ամիս, որ ծնվեր, պապաս մահացավ։ Ու Գևորգը ինձ ապրեցրեց։ Ապրեցինք Գևի հետ, մեծացանք, երևի այդ ապրումներից էր, մինչև 4 տարեկան չէր խոսում։ Հետո երևի ինչ-որ սկսեց լեզուները խառնել ու սկսեց վատ խոսել հայերեն։ Մտածում էր ռուսերեն, խոսում էր հայերեն։ Դե այստեղ ռուսական դպրոցներ չընդունեցին մեզ, որ արդեն դպրոցի ժամանակներ ասեցին, որ ինչ-որ բարեկամներից մեկը պիտի ռուս լինի, որ ընդունենք եւ այլն, գնաց դպրոց Գևս հայկական։ Բայց շատ դժվար էր իր համար։ Մի կերպ հարմարվեցինք, սկսեց դպրոցական տարիներից իր չարաճճիության այդ փուլը։ Շատ չար էր։ Բայց համով չար էր։ Ակտիվությունը անսպառ էր։ Հետո շատ սիրված էր դպրոցում, շատ էին սիրում
բոլորի տնազները անում էր, բոլոր դասատուներին նմանակում էր։ Ես հետո կանչում էին տնօրենի սենյակ, ասում էին դուրը փակում էին, ասում էին ոչ մեկին չենք ասի։ Մի հատ էս դասատուինը ցույց տուր, մի հատ են դասատուինը ցույց տուր։ Հետո սկսեց երաժշտությամբ զբաղվել։ Այդ երաժշտության ձևը ինձ համար տարօրինակ էր, բերանով ձայներ անել, այդ ինձ համար դե սովորենք, մեր ժամանակի, մեր տարիքի մարդիկ ուրիշ ձև են երաժշտությունը։ Սկսեց ինքը տենց բերանով բիթբոքս էր անում։ Դե ես էլ ճիշտն ասած ամենասկզբից շատ մտածում էի ոնց է ծառայելու ինքը, ոչ թե նրա համար, որ չի կարա ծառայի եւ այլն։ Ուզում էի ինչ որտեղ երաժշտությունը իր ծառայության հետ մեկտեղ միասին լինի։ Ասում էին այդ ժամանակ մուսկամանդ հասկացողություն կար, չէ՞։ Այո։ Գնացինք տրամբոնի երաժշտական դպրոց։ Համարյա թե 2 տարի գնաց տրամբոնի ու երևի այդ անհարմարություններ, թե չէր ուզում, թե զորով էր, իմ ցանկությունով եղավ դա։ Մի օր նստեց, հոր հետ զրուցեց ու հրաժարվեց տրամբոնից։ Ու դուրս եկավ երաժշտական դպրոցից։ Ասաց կտեսնես ոնց կծառայեմ։ Հարմարվեցի այդ մտքի հետ, բայց սենց վախ կար։ Միշտ ոչ թե պատերազմի վախներ կամ եւ այլն, այլ ճիշտ կծառայի ինքը թե չէ։ Ու գնաց ծառայության շատ լավ, ես շատ հպարտ էի ինձ զգում։ Ու ամեն անգամ ամեն իմ ու իր զրույցի ժամանակ ասում եմ ինձ հպարտ եմ, որ զինվորի մամա եմ։ Եվ մենք հաջողակ տանկիստ է եղել, այո։ 9-րդ դասարանում մի նկար էր նկարել, ամբողջ իր կյանքի ճանապարհը նկարել էր։ Սարդարապատն էր նկարել։ Որտեղ որ երթումն է արել ինքը, երթունակամությունը։ Շուշիի եկեղեցին։ Այսինքն ինքը 9-րդ դասանում արդեն դա մտածել է, այո, 9-րդ թե 8-րդ, չէ, 9-րդ էր, 9-րդ դասանում։ Ու տանկեր նկարել Արցախի դրոշով, թուրքի գերեզմաններ նկարել, հիվանդանոցներ նկարել։ Մենք այդ նկարը գտել ենք մահից հետո։ Ձեզ չէր ցույց տվել։ Չէր ցույց տվել, չէ։ Ու չէր խոսել այդ նկարում։ Չէր խոսել, դա իր պայուսակի մեջ էր, պայուսակը միջանցքում կախած էր ու ամեն անգամ որ ասում էի, ինչ ես այդ պայուսակիդ մեջ այդքան տանում բերում, ասում էր դե լավ հիմա իմ թղթերն են, իմ դրամապանակս է եւ այլն։ Հետո որ իրերն էի նայում, այդ թուղթը գտա։ Ամբողջ իր ճանապարհը անցած, անգամ հիվանդանոցը, թուրքի գերեզմանը, ինչ գիտեր որ տանկա քաշելու ու Արցախում է լինելու։ Ամբողջը գծել էր ինքը։ Սովորական քառակուսի տետրի թղթի վրա գծած ճանապարհ։ Նանի ջան, իսկ երբ որ արդեն տանկիստ էր ու երբ որ ինքը ես գիտեմ ընդեղ էլ է շատ մեծ գովասանքների առաջ, նրան այնտեղ շատ են ընդունել եւ նույնիսկ ասում են այդ տանկի համար արդեն ադրբեջանական կողմը գիտեր, որովհետեւ Գևորգ Ջավախյանը հաջողակ տանկիստ էր շատ։ Ինչ էր խոսում բանակից։ Ինքը առաջի 6 ամիսը հոկտեմբերանում ծառայեց։ Այնքան դժվար էր, ինձ բոլորը ասում էին, վայ, ավելի լավ է միանգամից գնար Ղարաբաղ։ Ասում էի, վայ, ինչի համար, այս 6 ամիս ինձ տրամպլին է, որ ես սովորեմ առանց իրա։ Բայց ամեն շաբաթ օր ինքը 10:20 գալիս էր տուն, ամեն շաբաթ օր մեր տունը տոն էր։ Սկսում էինք, ես շորերն էի լվանում, պատրաստում էինք ուտելիքը իրա սիրած բանը, ընկերներ անպայման գալիս, որ պիտի միասին ուտեին։ Ու հետո որ գնաց Արցախ, այդ հունվարի 9-ին չէր լինում Իրանից պոկվել։ Ինքը ինչ չթողեց ես շենքից անցնեմ, մեզ չէր լինում իրարից պոկել։ Անգամ հարևանից ասել էր ոնց որ ֆրոնտ ճանապարհ է աղջիկը իր տղան։ Արցախից ինչ էր խոսում, ինքը առաջի անգամ էր Արցախում ծառայում։ Այո։
Հավանել էր, սիրել էր Արցախ աշխարհը։ Ինքը Խոջալույում էր ծառայում։ Ու ամեն անգամ այդ Խոջալույի մասին որ խոսում էինք, ասում էի, որ տեսնում ես շատերը ուզում են այդտեղ ընկնեն, չի ստացվում։ Տեսնում ես ոնց ընկար այստեղ, ինչքան լավ է։ Շատ էր սիրում տանկը։ Ես զարմացած եմ, որ ինքը ոնց կարելի է տեխնիկան այդքան սիրել։ Գևորը չի պատկերացնում, որ տենց կռվի դաշտում այդ կարգի քաջ կլինի, որ ինձ հիմա իր հրամանատարները որ պատմում են, զարմանում ես էլի, որ 18-19 տարեկան երեխան կարա տենց դեմ արդեմ դուրս գա կռվի։ Զորով իրան տանկից իջացնում էին։ Հրամանատարը որ եկավ մեր տուն, շորերը բերեց, ասում է ես զորով իրան իջացնում եմ տանկից, ինքը ասում է ոնց կամանձեր դու չես ուզում ես հերոս դառնամ։ Տեսնում ես։ Ինչքան մեջ է այդ սերը դեպի հայրենիքը, դեպի իրանք այնքան բան են տեղ տեսան, երևի թե իրանք ավելի զգում էին ինչա կատարվում։ Ու դա այն երիտասարդը, որին ստեղ արդեն նկատել էին, ինքը ոսկե դպրոց ֆիլմում նկարահանվել էր, նրան արդեն փողոցում ճանաչում էին, շատ դպրոցականներ ցանկություն էին հայտնում իր հետ նկարվելու, ինքը իսկապես ոսկե տղա է ու այդ ոսկե դպրոցից հետո էլ մնաց նրա անունը ոսկե գև, բայց տեսնում եք, կարծես թե մի կողմից մտածում ես, տենց կյանքի արդեն քիչ-քիչ սովորող երիտասարդը պիտի երազի, նստի մի փափուկ անկյունում, գնա իր նկարահանումներին գա, բայց Նարինե ջան, այս դեպքում են որ ասում են տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն հարցում, բայց շատ համեստ էր։ Անգամ հոկտեմբերանում, որ ամեն անգամ ընկերները ասում են քո դեմքը ինչ ծանոթ է, քեզ որտեղ ենք տեսել, չէր ասում, որ ֆիլմում եմ նկարվել, ու որ հանգստի ժամեր կան, չէ՞ բանակում, որ ասում հանգստի ժամին, որ դնում էին նայում էին, ասում մեկ է պահի տակ, ընկերներն են պատմում, ասում գևեն դու չես։ Իր համեստությունը, իր հումորը, իր այդ մաքուր լինելը, յուրահատուկ ազնիվ, մաքուր, բարի մարդ էր։ Բոլոր անձնակազմը իմացան, իմ հետ շփվելուց։ Շփման ընթացքում իմացան, որ ես նկարվել եմ ոսկե դպրոցում, այդ պրոյեկտի անունը ոսկե դպրոց է, սիթքոմ է։ Բայց ինչ է իրանում կադրում։ Կադրում աշակերտ էի։ Աշակերտ էի։ Չար թե լավ։ Դե չար ստացվել, դերն ստացվեց որ չար է։ Կյանքում ես տենց չար։ Չէ, ես դպրոցական տարիներին ու չար եղել։ Հիմի չար չեմ։ Նարինե, ասում եք, որ ստեղ, երբ արդեն այնտեղ սկսեց նկարահանվել եւ բան, փաստորեն երեխան չհասցրեց բարձրագույն ընդունվել, բայց ասում էր, որ ուզում եմ դերասան դառնալ։ Երբ գնաց բանակ ծառայության ու հատկապես արդեն պատերազմի օրերին, ինչ էիք զգում, ցանկությունը նույնն էր մնացել, թե մասնագիտության ընտրության մեջ ինքը մտկափոխվել էր ի վերջո։ Չէ, ցանկությունը նույնն էր։ Ուզում էր գալ, շարունակեր, այո։ Շատ էր սիրում Երևար, այսպես իրան ցույց տար, ասեր, ինքը բնավորությամբ էլ թիթիզ էր։ Սիրում էր հագնվեր, ցույց տար իրան։ Բանակում անգամ պատերազմի ժամանակ շորեր էր ուզում մեզանից, որ մաքուր լինի, հա։ Հա։ Աղդամում էր, որ ցանկեց մեզանից շոր ուզեց։ Ուղղակի չէր ասում որտեղ է գտնվում, որ իմանայինք տեղը։ Այդ վերջի օրերն էլ ոչինչ չէր ասում։ Ինքը ինքան փակ էր դարել, չէր խոսում, իսկական զինվոր։ Հա, որը որ երևի հեռախոսով չէր կարելի ասել, չէր ցույց տալի, փակ էր խոսում։ Աղջիկս ամուսնու հետ ասում էր, որ գիշերը հանեցինք խաղալիքները, խաղացինք, դրեցինք տեղը։ Այսինքն զենքը հանեցին, օգտագործեցին, դրեցին։ Բայց շատ քաջ էր։ Էդիկ Բաղդասարյանը, որ գնացել էր նկարահանել էր, հետո մենք այդ տեսանյութը իրար զոհվելուց հետո վերցրեցինք, հարցրեցինք, ասացինք, ինչ տրամադրություններ մոտներ, ասում էր շատ քաջ է, շատ խիզախ, լավ տրամադրված, որ իրանց նա հաղթում են, հեսա դու տես ինչ ենք անելու, առաջ են գնում։ Ամեն ինչի պատրաստ։ Հա,
ասում էր հումորը անում ենտեղ, ասում է գնում եմ այն կոմ Բաքու սուրճ խմում եմ գալիս եմ։ Ես նույնիսկ լսել եմ դասարանցիների հարցազրույցները, որ ասում են, որ օրը որ դպրոցից բացակայում էր, եթե նույնիսկ հիվանդ էր կամ բան, զանգում էինք, ասում էինք, որ արի դպրոց առանց քեզ տխուր է։ Նարնե, այդ հարցը ձեզ պիտի տամ եւ որպես մոր, եւ որպես մանկավարժի։ Հայրենասեր տղաները ծնվում են ընդհանրապես մարդը, թե դա դաստիարակում են մարդու մեջ։ Դուք որպես մայր ինչ եք արել, որ արդյունքը այդպիսի տղա եք ստացել։ Գիտեք, դաստիարակություն հասկացողությունը ես մի ուրիշ ձև եմ։ Չեն նստացնում երեխային սենց դեմ առ դեմ ասում, սա կարելի է, սա չի կարելի, սա էս է։ Ամեն մարդ իր օրինակով է դաստիարակում։ Ընտանիքում ինչ տեսնում է առօրյայում։ Ես ու Գևը գիտեք ինչ ֆիլմեր էինք նայում շատ հաճախ ռուսական Լիտյատ Գոլուբի Սվոլոչի ռուսենի ուսուցչուհին դպրոցում Սվոլոչ էր անվանել Գևորին հետո ասել էր մամայինք ասեց այդ ֆիլմը կդնի կնայի միասին նայեցինք տենց ֆիլմերի վրա դաստիարակած երեխան էլ տենց պիտի լինի դա է դաստիարակությունը Ճիշտ եք ասում թե չէ էս կարելի է էս չի կարելի կամ սիրի հայրենիքը կամ խիզախ դարձի ծնողի սերն են տեսնում ընտանիքը եւ շրջապատը դա է դաստիարակությունը Նայնե ջան դժվար հարց եմ տալիս բայց ուզում եմ լսել ձեր պատասխանը կորստից հետո ապրելու ուժ ինչպես գտակ եւ ինչը կամ ով չգիտեմ օգնեց ձեզ այդ ամենածանր օրերին ահա որ էր այդ օրերը այդ առաջի տարիները, այդ առաջի 20-21, ես 21 թվին նոր օգոստոսի 28-ին այգու բացմանը նոր ծնող եմ տեսել։ Չեմ ճանաչել ոչ մեկին, չէի ճանաչում, չէի ուզում, ասում էի չճանաչեմ, չլսեմ իրանց պատմությունները, ավելի չվատանամ։ Երբ Գևը զանգում էր ինձ, ասում էր կարող է վաղը երեկոյան չզանգեմ, ասում էի դու գիտես չէ որ այդ զանգով եմ ես ապրում ես առանց քեզ չեմ ապրի իմացի առանց քո զանգի անցավ 20 թիվ 21-րդ թիվ 22 թիվն արդեն 23 հլա ապրում ենք բայց վայ են ապրելուն օտար մարդիկ են դարձել հարազատ իսկ բախտակիցների ցուցակը որ նայում ես այդ մարդիկ հետո գիտեք պահի տակ սենց տեսնում ես իրանց պատմությունները որ լսում ես քեզանից վատ վիճակում էլ կա քո նման էլ կա երևի ինչ որտեղ իրենց հետ շփվելը իրենց հետ մտերմություն անելը դա էլ է օգնում ապրելուն հետո ախրել երեխա ունես Այ այդ Նարնե ինչպես Նարնե Ալեքսանյանը եկավ այն գիտակցմանը որ ինքը նորից պետք է կյանք տա եւ ինչպես փոխվեց ձեր կյանքը երեխայի ծնունդից հետո կտրուկ փոխվել է ամեն ձև ինձ համար կուլմինացիոն այդ բանը Մխիթարի ծնունդն էր Մխիթար Գալեանի եղբոր հա ես չէի պատկերացնում որ կարելի է դրանից հետո ապրել երեխուց հետո էլ ոնց ապրես հետո որ Մխիթարը ծնվեց մի ուրիշ ձև էի ձեռ էի տալի գրկում էի սիրում էի չի ասում ոնց որ լինում այլ ես ինքս երեխասեր եմ ու հետո կամած սկսեցին բոլոր կողմերից համոզել մեզ եկանք են համոզմամբ որ չէ պետք է ապրելու համար ապրում ես չի ստացվում չապրել ուզում ես չապրել բայց մտածում ես որ այդ 20 թվին որ բերեցին դիմացը դրեցին դրոշով փաթաթած եթե դու այդ օրը մնացիր ուրեմն պիտի ապրես բայց պիտի ապրես որպես Գևորի մամա ճիշտ ձևով ապրես որ Գևը չամաչի
չասես ինչ օր ընկավ իմ մերս։ Այն որ զանգում էր ասում էր մերս, դու տեղ որ լավ լնես, ես լավ կլինեմ։ Ուզում եմ տենց լինի։ Բնական է ոչ մի բան առաջվանը չի լինի։ Բայց այս գևի հետ շատ բան է փոխվել։ Այս փուճուրը բոլորիս սենց խառնել է իրար։ Դուք հենց ի սկզբանե որոշեցիք, որ Գևորգ պիտի լինի, անունը երբ իմացաք տղա է։ Այո, անպայման Գևորգ։ Նարն է կարծում եք, որ հիմա ձեր զավակները ինչ որ թելով իրար հետ կապված են։ Երևի թե։ Հա։ Ես ամեն առավոտ, որ նայում եմ Խաչքարին, Բաքում, գտարը։ Սկզբի ժամանակները ահավոր դաժան էր այդ Խաչքարը տեսնելը։ Ես անգամ չի իջնում Բաք։ Բայց հիմա որ Խաչքարին տեսնում եմ, նայում եմ Խաչքարին, խոսում եմ հետը։ Ու ամեն առավոտ ասում եմ դե երևի հիմա տղերքը, այսօր այս տղու ծնունդն է, այսօր այն տղու ծնունդն է, դե երևի տղերքով կնշեք, հա, վերևում։ Գև ջան, այսօր չի ստացվում գալս մոտդ, բայց վաղը անպայման կգամ։ Հետո բացում եմ հեռախոսը, կամերայով նայում եմ, չէ, ոնց որ թե սպիտակ քարի վրա ծաղիկ են դրել, չէ, պիտի անպայման գնամ վերցնեմ, մաքրեմ։ Ոնց ես գնում տունդ մաքրում։ Սովորական քո ամենօրյա գործերը։ Նույն ձևով գնում ես, մաքրում ես տղայիդ բնակարանը։ Մեզ բնակարան են տվել հեռաբլուրում, ու այդ բնակարանը մաքրում ես, դասավորում ես, վերջում է, բաչում ես, դուրս ես գալիս։ Ու այս փոքրիկը նստած առանց կապելու, ես իրան չեմ կապում հեռաբլուրում, ինքը խելոք նստած, սպասում եմ, որ ես ծաղիկները ջրեմ, փոշիները սրբեմ ու դուրս գանք։ Նարն է, ինչ արժեքներ ուներ ավագ Գևորգ Ջավախյանը, որ այսօր դուք պետք է ամեն ինչ անեք, որ ավագ եղբորից փոխանցեք կրտսեր եղբորը։ Որ արժեքի հանդեպ սերը, ընտանիք գնահատելը։ Շատ էր սիրում, շատ տենց բարկա, չէ, տան տղա, ընտանիքի տղա էր։ 5 տարեկան էր, հեռուստացույցով մի հատ գովազդ էր Մայա Սիմյա։ Ինքը գրկում էր, մեզ սենց ձեռքերը գցում էր իմ հոր ուսին ու Մայա Սիմյա ու ճոճորվում էր։ 5 տարեկան։ Այդ բառը դու եկել։ Միշտ սիրել է ընտանիք։ Երևի թե այդ ընտանիք սիրելը, ընկերոջը օգնելը, ընկերասեր լինելը, չափից դուրս ընկերասեր էր։ Մեկը կարևորը, ամենակարևորը։ Եթե ընտանիք սիրում ես, հայրենիք եք սիրես։ Բնականաբար։ Նանի ջան, կրտսեր Գևորգի ապագան ինչպիսին եք տեսնում։ Խաղաղ երկրում ամենակարևորը։ Խաղաղ լինի մեր երկիրը։ Բայց Հայաստանում չէ, պիտի ապրի Գևորգը։ Մենք էլ տեղ չունենք գնալու։ Չենք էլ ուզում։ Գևը այստեղ պիտի ապրի։ Պիտի իր եղբոր անունը պատվով կրի։ Անպայման։ Նարե, գիտեք, հաճախ մինչև այս պատերազմը եւ ընդհանրապես տենց ուղակի խոսում ենք, միշտ ասում ենք կնոջ դերը շատ մեծ է երկրի համար, տարբեր փուլերում եւ այլն։ Հիմա եկանք այնպիսի կյանք ապրեցինք, որ իսկապես մենք տեսանք այնպիսի կանանց եւ մայրերի, որ չգիտեմ, ինչքան էլ մարդու բառապաշարը հարուստ լինի, չես կարողանում բառեր գտնել, թե ինչպես կարելի է այդ կանանց նկարագրել։ Նարնե ջան, ըստ ձեզ, երբ որ հայրենիքը, երկիրը դժվար վիճակում է, դժբախտությունների մեջ է, ո՞րն է առաջինը կնոջ եւ մոր դերը, եւ առավել եւս հայ մոր դերը։ Գիտեք, հիմա այնքան բաներ ջրեր է, այսպես ասած, դուրս գալիս, որ հայ մորը չի սազում։ Հայ մայրը մի քիչ ուրիշ տեսակ, ընտանիքի մայր, կին, լրիվ ուրիշ ձև է։ Հայ տղամարդ դաստիարակող մայրը։ Բայց չեմ ուզում ոչ մեկին
ոնց այդ բառը ասեմ, որ դատապարտեմ, հա, մեր տղերքը չէին ուզի իրանց մամաները տենց լինեին։ Եվ որ փոխված մաման, եւ չփոխված, եւ պայքարող, եւ ուրիշ տեսակի մայրը, տղեն չէր ուզի իր մաման այդ տեսակ լիներ։ Ինձ թվում է մենք արդեն պիտի ապրենք ոնց որ տղերքի անունը պահելու համար։ Բա կսազեր այս տղայի մամային էսպես կամ մյուսը, ինչի համար։ Ես շատ հաճախ ինչ որ մի հարց, ինչ որ մի բան, որ պիտի արվի, մտածում եմ, քեվը սենց կաներ թե չէ։ Քեվը ոնց կմտածեր այս հարցի շուրջ։ Ամեն մեկս պիտի մտածենք այս հարցի վերաբերյալ, տղեն ինչ կասեր։ Ոչ մի տղա չէր ուզի, որ իր մաման սենց վիզը ծուռ մնար։ Հատկապես մեր տղերքը։ Իրոք վիզներս ծուռ մնաց։ Չքան էլ երեխա ունենաս, միևնույն է տղեն ուրիշ է։ Այն մամջանը ուրիշ ցև էր ասում։ Տղաները հայ ընտանիքի համար ուրիշ են, դա մեզ մոտ ընդունված է, բայց ես ինձ չեմ ների, եթե մի փոքր ձեր դստեր Սեդայի մասին էլ չխոսենք, չգիտեմ ինչի էս հայ ընտանիքներում մենք միշտ աղջիկների մասին վերջում ենք խոսում, բայց նրանք իսկապես առաջնային դեր են խաղում, որտեղ ինչքան հասցրեցի ծանոթանալ, ուսումնասիրել, մի շատ լուսավոր աղջիկ, եղբորը ինչ որ աննկարագրելի ձևով սեր է տածում եղբոր նկատմամբ, եղբայրների, եղբոր հիշատակի եւ նարն էս ուզում եմ սա էլ մի շատ հետաքրքիր փաստորեն ձեր թորնիկը եւ ձեր տղան հասակակիցներ են 14 օրվա տարբերություն 14 օրվա երկուսն էլ Գևորգ այո Նայնա ջան, այդ պահն էլ էլի շատ հետաքրքիր է։ Այստեղ էլ է ձեր ուժի մասին, գիտեք, խոսում էս պատմությունը, որովհետև ես անկեղծ ասած, երբ դա տեսա եւ հասկացա, մտածում եմ, կինը էլի կարող է մտածել, դե լավ, աղջիկս արդեն երեխա է ունենում, թոռ կունենամ, ավելի քան համոզված եմ, որ երևի Սեդան ձեզ ասել է, որ եթե Արուզավակ լինի, Գևորգ կլինի անունը, բայց տեսեք հիմա Թորնիկի նկատմամբ ինչ զգացողություններ ունեք, ու որ էլի Գևորգ է։ Գիտեք ոնց, ես չեմ զգում, որ ինքը իմ թորնիկն է։ Ոնց որ իմն է էլի։ Դե որ հասա, որ գալիս են մեր տուն, շատ հաճախ չի ստացվում գալը, բայց որ գալիս է, ինձ մի ուրիշ ձև եմ սիրում իրան, ինքը ուրիշ ձև, ինքը լավ տղա Գևորներից է, հետ տարբերվում է իմ Գևից, փոքր Գևից։ Լրիվ ուրիշ բնավորության, ուրիշ խառնվածքի տղա է ու շատ եմ նմանացնում Սեդուլին, իր մամային։ Դե տղաները մորգենն են վերցնում, հետո քերիներին էլ են նմանվում, դա Սեդուլի պես ուժեղ երեխա է, ասեն զգացվում է, որ խոսքի տեր տղա է լինելու։ Բայց տատիկի զգացողություն չունեք։ Բացարձակ։ Փաստորեն 14 օրվա տարբերությամբ են ծնվում։ Ինչ զգացողություն էր, որ մայր ու աղջիկ սպասում եք երկուսով մայրան։ Ահա որիշ ինչ որտեղ ամաչում է։ Բացիտավորվում եք։ Հա, բայց հետո ասում եմ, դե всё же իմ գևն էլ է, էլի։ Իմ գևն է հեսա ծնվելու, ես ձեր գևն է, ես էլ իմ գևն է։ Բայց տեսեք ինչ ձեր ընտանիքի օջախը ծխալու համար ի վերջո դուք անկախ նրանից որ շատ այդ գևից հետո կյանք չկար մեզ մոտ մեր ընտանիքներում ամեն մեկս տարբեր սենյակներում աղջիկս գալիս էր տեսնում էր ասում էր սենցած էր օրը անցնում ես իմ համար այնտեղ փակված ամբողջ օրը այդ գևի ֆիլմերի նկարների մեջ վիդեոներով ապրող ամուսինս իր հերթին այնտեղ նստած առանձնանում էր, լացում էր, մենակ լացի ձայնն էի լսում, գալիս էր արդեն ցույց չէր տալի, որ մաքրվել է, սրբվել է դեմքը, ասենց մի կերպ պահում էր իրան, գալիս էր, խոսում էր, բայց միևնույնն է, դատարկ էր տունը, դատարկություն կար, մենք չէինք ապրում, օրը 2 անգամ եռաբլուր էինք գնում, էլի չէինք կշտանում, Նարնե մի երկու խոսք Գևորգի հայրիկի մասին էլ ասեք։ Ես ուզում եմ անպայման որ խոսենք, որովհետև ես հասկանում եմ մենք մայրերին դե ի վերջո կին ենք ինչ որ ձևով գոնե խոսում եք, լացում եք,
Տղամարդկանց շատ ծանր ու դաժան բաժին է հասել այս ամեն ինչից հետո, բայց անգնահատելի է էլի նրանց դերը այս ամեն ինչում, որովհետև իրանք են պապաները տենց տղեքի։ Ոնց է այս փոքր Գևորգին Այս Գևորգին լրիվ ուրիշ ձև է։ Մեծ Գևորին շատ խիստ էր։ Հա։ Ցույց չէր տալիս, որ սիրում է։ Ես շատ եմ ցույց տվող, որ սիրում եմ, ամեն ձև ցույց եմ տալիս, գրկելով, պաչելով, գումարով, ամեն ձև մամա էս չէ։ Իսկ ամուսինս չէ, տենց չի ցույց տվել։ Իսկ սրան այսպես, հա, այսա արդեն իրան լրիվ փոխել է։ Ինքը հիմա պաչում, գրկում, սիրում, այն աստիճանի խիստ պապա է եղել, որ պատերազմի ժամանակ Գևորս այնտեղ փայտ էր կոտրում, Էդիկ Բաղդասարյանը նկարել էր, ասել էր, որ խնդրեմ այս հատվածը պապայից ցույց կտակ։ Հա, որ տեսնի, որ գործ եմ անում։ Ֆիզիկական աշխատանք, տեսնում եք։ Որ մենակ թե պապայից ինչ որ մի sense գովեստի խոսք ստանա։ Կեցեն։ Եվ պապան եւ Գևորգը։ Նարնե Ալեքսանյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Կասեմ, որ շատ երեխաներ ունենան։ Ազգը շատացնեն։ Շատ եմ ուզում հատկապես մեր մայրերը։ Շատ փոխնակ մոր միջոցով, թե ոնց պիտի հասկանան իրանք փոխնակ մայրերը, որ օգնում են մեզ։ Մի հատ է ընտանիք են փորձում ապրեցնել։ Թող շատ բալիկներ ունենան նորապսակները, գիտեմ դժվար է, բայց պիտի ունենան։ Դրանով ես հաղթում կյանքի բոլոր դժվարությունները։ Կապ չունի տղայա թե աղջիկը, ունեցի շատ։ Հայրենիքը երևի թե դրանով կկարողանանք ինչ-որ մի ձևով ամրացնենք։ Պինդ լինի մեր հայրենիքը, մեր հողը։ Դա է իմ բանաձևը։ Ես ինչ-որտեղ հաղթեցի, ինչ-որտեղ չէ, հաղթել եք, Նարնե ջան։ Հաղթել եք։ Բոլոր կետերում հաղթել եք։ Նարնե, հայրենիքը ձեզ համար, եթե Գևսո, եռաբլուրն է։ Գևորն է, իմ գևն է, իմ ոսկի գևն է։ Իրանով է սկսվում, Իրանով վերջանում։ Ես ամեն օր մինչև 4-ը չեմ քնում։ Արդեն 5 տարի է։ Ամեն օր նայելով, թերթելով, գևի հետ խոսելով։ Էդ է իմ հայրենիք։ Գևը շատ էր սիրում իր բակը, իր դպրոցը, իր համար հայրենիքը սկսում էր իր ընտանիքից, իր բակից, իր ընկերներից։ Ես էլ հարգում եմ իր սերը, իր ընտրությունը։ Հնարավորություն կար փախնելու, հնարավորություն, բայց ինքը ընտրեց դա, իր ընտրությունն է։ Հարգում եմ իր ընտրությունը, որ գնում եմ եռաբլուր, այդ հայացքը, այդ Գևորի աչքերը, որ նայում եմ, միշտ մտածել եմ, Գևը հիմա կասի, բա դու տենց հեշտ հարմարվեցիր իմ չլինելու հետ։ Չէ, հեշտ չէր։ Հեշտ չէր, բայց հիմա ունեմ շարունակություն, ընտանիքի շարունակություն։ Թող Գևորներ շատ լինեն, թող ծնվեն, թող լիքը երեխեք ծնվեն։ Մենք ամբողջ կյանքում բոլորս ձեզ պիտի ասենք, շնորհակալ ենք, խոնարհվում ենք, կներեք։ Իմ շատ սիրելի Նարինե, նախ անչափ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում էիք։ Ես գիտեմ, որ այս 5 տարիների ընթացքում դուք ոչ մի հարցազրույց չեք տվել։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ դուք այսօր ուժ գտաք եւ այստեղ եք, ու իսկապես շատ լավն եք, Նարինե ջան, շատ օրինակելի եք, շատ ուժեղ եք, դուք խոսեք,
թող կանայք եւ մայրերը տեսնեն եւ օրինակ վերցնեն։ Այսօր ես գտնում եմ, որ մեր երկրում մենք ամենաշատը պետք է խոսենք այդ տղաների մասին։ Պիտի խոսենք նրանց սխրանքների մասին, որովհետև ի շնորհիվ նրանց մենք ունենք հայրենիք։ Եվ ես ուզում եմ, որ դուք ապրեք, որ հպարտ ապրեք, այն որ ասում եք ես մտածում եմ, որ Գևորգը կասի դու տենց շուտ հարմարվեցիր իմ չլինելու հետ, Գևորգը տենց բան չի ասի։ Գևորգը կյանքը տվել է, որ դուք ապրեք։ Ու մեկ էլ տենց մի ասեք մեր վիզը ծուր թողեցին։ Գևորգը կյանքը տվել է, որպեսզի դուք հպարտ ապրեք, որովհետև դուք այսօր բոլորից շատ հպարտ կարող եք ապրել այս երկրի վրա, հայոց հողի վրա, եւ հայոց արևը առաջի հերթին ամենաշատը ձեզ պիտի ջերմացնի։ Ես ուզում եմ, որ փոքրիկ Գևորգը մեծանա ձեր երազանքների տղան, որ նորից անչափ հայրենասեր լինի։ Դուք շատ ճիշտ բան ասեցիք։ Հայրենիքը ընտանիքից է սկսում, տանից ու դպրոցից։ Կսիրի տղան հայրենիքը, ուրեմն սիրում է իր ընտանիքը, տունը, դպրոցը, բակը, ինչպես Գևորգը ես տեսա մի տեսանյութի մեջ ասում է տանս պադյեզդը նույնիսկ կարոտել եմ։ Այդ պադյեզդն էլ է պետք սիրել, որպեսզի հետո նույնիսկ այդ պադյեզդի արժեքը իմանալ։ Մենք տենց տղերք ենք կորցրել։ Եվ ուզում եմ, որ Գևորգի կյանքը կրտսեր Գևորգի շատ երջանիկ լինի ու հանկարծ նա երբեք չապրի ավագ Գևորգ Ջավախյանի փոխարեն, այլ ապրի նրա համար։ Որպեսզի Ջավախյանների ընտանիքի ծուխը միշտ ծխա, որպեսզի ամանորը միշտ ուրախ դիմավորեն այդ ընտանիքում եւ որպեսզի Գևորգը վաղը արդեն երբ կդառնա հասուն տղա, միշտ կարողանա խնկարկել եղբոր գերեզմանը եւ հպարտ ասել, որ ես հերոս Գևորգ Ջավախյանի կրտսեր եղբայրն եմ։ Շնորհակալ եմ, ձեզ շատ խոնարհվում եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ անչափ։ Ապրեք դուք, ես քանի անգամ ձեզ եռաբլուրում եմ տեսել։ Շնորհակալ եմ, որ այցելում եք մեր տղերքին։ Мне было очень приятно у вас говорить о моем сыне с вами, было очень волнительно и в то же время очень приятно. Спасибо вам за все. Մեր տաղավարում էր հերոս Գևորգ Ջավախյանի մայրը, Նարինե Ալեքսանյանը։ Գևորգը բազմիցս ասել է. դուք դեռ լսելու եք իմ մասին, թե ես ինչ հայտնի եմ դարձել։ Սիրելի Գևորգ, դու մեր սիրված հերոսն ես, դու հայտնի ես, մենք քեզ հիշում ենք, մենք քեզ սիրում ենք, փառք քեզ եւ բոլոր մեր նահատակված տղաներին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։